Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, տատիկի խոհանոց, մոռացված կերակրատեսակներ, միամսյակ, լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Իսկ այդ մթնոլորտը մենք այսօր ապահովելու ենք իմ հյուրի հետ, հարգելի բարեկամներ, իմ հյուրն է մեր ակտիվ հեռուստադիտող Անահիտ Աստիկյանը։ Ողջույն Անահիտ։ Ողջույն, պարոն Մամուլյան, շնորհակալություն, շատ լավ։ Շատ ուրախ եմ, որ արձագանքել ես եւ ներկայացնում ես մի կերակուր, որ ժառանգել ես քո տատիկներից, այո, պարոն Մամուլյան, շատ շնորհակալություն, որ ինձ ընդունեցիք ձեր տաղավարում, ձեր ջերմ տաղավարում։ Մեծ ուրախություն։ Այսօր մենք կպատրաստենք միասին ցմբուկով եւ հավով աղցան։ Սմբուկով եւ հավով աղցան։ Շատ լավ, Անահիտ ջան։ Այն հաճախ մենք պատրաստում ենք մեր տանը։ Այո։ Հիմնադիրը տատիկն է եւ այսպես շարունակում ենք մենք։ Շատ լավ, սմբուկը պիտի մաքրենք։ Սմբուկը մաքրում ենք, խորանարդների ենք բաժանում, ես էլ հավի կրծքամիսը։ Շատ լավ։ Խորանարդների կբաժանեմ եւ շարունակությունը։ Շատ լավ։ Այս միամսյակը շատ մեծ արձագանք ունեցավ Անահիտ ջան։ Դու երկրորդ անգամ ես մասնակցում, այ ինչ են խոսում ընդհանրապես մեր մասին։ Մեր մասին խոսում են, որ դուք ավելի շուտ ազգանվեր աշխատանք եք կատարում։ Այո, ես ձեզ կօգնեմ պարզապես։ Շատ ուրախ եմ եւ ընդհանրապես հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ իմ երախտիկի խոսքը հղել անպայման բոլոր հեռուստադիտողներին, որը շատ լավ արձագանք ունեցավ այս մեր միամսյակը եւ ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, հատկապես բոլոր արձագանքողներին, ինձ նույնիսկ փողոցում են կանգնեցնում եւ ուզում են օգնած լինել։ Այստեղ է որ ասում են, պիտի մի բան նախաձեռնես, որ հասկանալի լինի, օգնեն եւ անեն։ Մեկ-մեկ բողոքում ենք, իներտ են մեր հայրենակիցները, մոռացել են, հետաքրքրված չեն մեր մշակույթով եւ այլն, բայց երբ որ դու գործ ես անում, մեծ ուրախությամբ աջակցություն են, այդպես է, չէ՞։ Իհարկե։ Պետք է ամեն դեպքում ինչ-որ մեկը սկսի, որպեսզի կողքից մարդիկ ներգրավվեն աշխատանքի մեջ։ Տապակը տաքացավ եւ բուսայուղով պիտի պատրաստենք։ Այո, բուսայուղը լցնում ենք թավայի մեջ։ Այստեղ նաեւ պիտի նշենք մեր համեստ նախաձեռնողին նաեւ մեր ռեժիսորին, որտեղ վերջի այս նախաձեռնությունը մեր ռեժիսորի Բիայնա Ստեփանյանի նախաձեռնություններ, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի Բիայնա։ Ապրես դու։ Ուրեմն այսպես լցնում ենք հավի կրծքամիսը խորանարդների բաժանված թավայի մեջ։ Ինձ փոխանցեք գտավը։ Շնորհակալություն։ Այստեղ բոլոր մթերքները պիտի միասին մատուցենք, ես ոնց որ թե կարդացի, որ քո գրվածի մեջ։ Ուրեմն սկզբից տապակում ենք հավի խորանարդը, հետո կտապակենք սմբուկը, խորանարդների բաժանված, ապա ամբողջ զանգվածը, այո, կխառնենք իրար եւ կստացվի շատ համեղ աղցան։ Շատ լավ։ Ինչպես գիտենք, պարոն Մամուլյան, դուք Եվս մեկ անգամ նշենք, որ խոհանոցը դա միայն սնվելու վայր չէ, այն խորհելու տեղ է, քանզի խոհանոց է կոչվում, բայց պետք է ճիշտ սնվել։ Իհարկե։ Դա նույնպես, այո, դա նույնպես արվեստ է։ Ճիշտ սնվելը եղել է մի երկիր, մի պետություն է եղել, որտեղ ուրեմն պատժամիջոց օգտագործել են միատեսակ կերակուրը։ Այո, միանման։ Այո։ Դա ամենասարսափելի պատիժն է։ Փաստորեն նման մի բան կարդացի, ուրեմն մի մարդու են բանտարկել եւ նրան առաջարկել են, որպեսզի ինքը ինքնուրույն ընտրի իր պատժամիջոցը։ Այսինքն այն կերակուրը, որով միշտ պիտի սնվի։ Այո, միատեսակ կերակուր մինչև մահանա։ Նա խելացի է լինում, շինական մարդ է լինում եւ խնդրում է, որպեսզի գարան գլուխ խորովեն եւ տան իրեն ամեն օր։ Նա առավոտյան ուտում է գարան աչքերը, նախաճաշում է գարան աչքերը, կեսօրին ուտում է ուրեմն լեզուն եւ երեկոյան մնացած հատվածը։ Եվ այդպես նա երկար ապրում է, այդպես ունեցավ բազմազան սնունդ։ Այո, եւ նրան ներում են
ու Այո։ ազատ են արձակում։ Իրականում սնունդը պիտի բազմազան լինի։ Եթե լիներ այդպիսի սնունդ, որ բոլոր մեր պահանջված նյութերը լինեին այդ սննդի մեջ, դա իհարկե շատ լավ կլիներ, բայց այդպիսի բան չկա։ Դրա համար պիտի Բազմազանություն մտցնել մեր Գիտես, ես կերակրի։ առաջարկում եմ սմբուկը հենց հիմա ավելացնել, հասնի, գիտես մի ասում։ Եկեք։ Բարեկամներ, սա էլ արդեն մի տարբերակ էր, որը շատ ավելի օգտագործվում է սննդի հանրային սննդի օբյեկտներում, այսինքն տան պայմաններում, այո, կարող էր Անահիտը առանձին տապակել հավը, հանել, հետո սմբուկը եւ այլն, բայց քանի որ հանրային սննդի օբյեկտներում նաեւ ժամանակի խնդիր կա, Անահիտ ջան, Այո։ մենք պիտի համակցենք եւ աշխատենք կարճ ճանապարհով եւ քիչ ժամանակի ընթացքում ունենանք շատ մեծ էֆեկտ։ Այո, ընտրում ենք կարճ ճանապարհը, Այո, որպեսզի կարճ եւ ուղիղ ճանապարհը։ Ես տեսնում եմ մի քիչ այսպես ընդմիջում է հարկավոր, այսինքն ժամանակ է պետք, որ տապակվի։ Այո։ Եվ այդ ընդմիջումը մենք օգտագործենք, բարեկամներ, կընդմիջենք եւ այդ ընթացքում դուք կլսեք այն մթերքները, որ մենք պատրաստում ենք կերակուրը, այդ մթերքների մասին կլսեք տեղեկություն, նրանց օգտակարության մասին։ Կմիանանք մի քիչ հետո։ Հավի միսը պարունակում է զգալի քանակությամբ B6 վիտամին, որը կանխարգելում է սրտասնուց անոթի աթերոսկլերոզը։ Սմբուկը պարունակում է այն բոլոր միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։ Երկաթի հարուստ աղբյուր է կարմրաթուշ լոլիկը, այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես սիրտ անոթային հիվանդություն ունեցողներին։ Հավկիթը հարուստ է կալորիաներով, այն ամբողջությամբ յուրացվում է օրգանիզմում։ Անահիտ ջան։ Եղավ արդեն։ Այո, գրեթե այն պատրաստ է։ Մի փոքր աղանենք։ Մի փոքր, Աղենք ավելացնում։ Ինչպես դու նշել էիր, սամիտը պիտի կտրատենք։ Այո, ինձ կթաքցեք աղանելու համար։ Շնորհակալություն։ Այո, սամիթը պետք է կտրատել։ Իսկ դու ասում էիր մի քիչ ձեթ ավելացնել։ Փաստորեն կարիք չկա, քանի որ սմբուկը, ինչպես դուք ասացիք, Սմբուկը ունի սպունգի հատկություն։ Վերցրեց նորից թողնելու է։ Ուր պիտի տանի։ եւ արդյունքը այստեղ երևում է։ Իջեմ։ Գրեթե այն պատրաստ է, մեզ հարկավոր է հիմա Այ հիմա վերցնում ես կրակը, ծածկում ես, որ շնչահան լինի։ Տատիկ ասում էր այդպեսի բան։ շնչահան, Այո, կերակուրը շնչահան լինի։ Ձուն ինչպես են կտրատում։ խորանարդների ենք բաժանում։ Նաեւ ինձ փոխանցեք, խնդրում եմ բիբարը։ Սա։ Ոչ։ Այդա։ Օգտագործում ենք դեղին պղպեղ։ Կարելի է նաև կարմիր, պարզապես գունային առումով կամ այս պահին ավելի շուտ մեզ հարմար մեր ձեռքի տակ գտնվեց բիբար կանաչ, դեղնավուն, այսպես, ես հիմա այն կմաքրեմ, Եվ բաղադրությունը նորից հիշեցնենք, տապակեցինք հավի կրծքամիս, սմբուկ, համեմեցինք աղով պղպեղով, կտրատված սամիթով, ունենք խաշված ձու, տակ դեղ ենք կտրատում, եւ ստանում շատ համեղ այո, սալատ, եւ գեղեցիկ համադրություն, չէ՞։ այո, Սեղանների եւ ընկերային հասկերույթների զարդ, չէ՞ աղցանը։ այո, Ասում են հենց մանավանդ այդպես ընկերային հասկերույթներ, ինչպես մենք ենք նշում, բանկետներ, հասկանալի լեզվով ասենք, երբ որ աղցանները չհավանեցին, կարելի է համարել, որ ոչինչ չեն հավանելու արդեն։ սեղանի զարդն է աղցանը։ Այո։ Շատ բարի, գրեթե պատրաստ է մեր աղցանը, մեզ մնում է ավելացնել մեր տապական Այո, այո։ և մատուցել։
Այսպես, ուրեմն, Մի հատ բույրը նայենք, զգանք։ զգացեք։ Փաստորեն հավանեցիք։ Այո։ Այսպես հիմա մենք կլցնենք մեր աղցանի վրա եւ լոլիկն ենք ավելացնելու։ Լոլիկի կտրատենք։ Այո, լոլիկ ենք կտրատելու։ Խորանարդաձև։ Եթե խնդրեմ, ինձ կօգնեք, չէ՞, պարոն Անպայման։ Մամուլյան։ Սա այսպես։ Անջատենք։ Շատ օգտակար, վիտամիններով հարուստ։ Աղցանը մեր աղցանը, լոլիկով, սմբուկով աղցանը։ Գույները բացվեց։ Գիտես Ահա, ամեն լոլիկը գեղեցկացրեց։ Գույնը բացեց։ Հավեսը ստվեց։ Ես էլ խառնում։ Ահա։ Պատրաստ է արդեն եւ մի տարբերակ էլ կա դու ինչպես նշեցիր այս աղցանը մատուցելու դեղնուց առանձին ենք պահում Այո, սոուսի նման մատուցում ենք դեղնուցով ինչ ենք պատրաստում սկզբից դեղնուցը հարում ենք առանձին, վրան ավելացնում ենք կիտրոն այո եւ դա կարելի է նաեւ առանձին այսպես մատուցել ըստ ճաշակի կամ ընդհանուր լցնել աղցանի վրա տեսեք շատ գեղեցիկ աղցան ստացվեց շատ գեղեցիկ ստացվեց եւ շատ համեղ ի դեպ կիտրոնն էլ ավելացնենք կքամենք Սա էլ այսպես եւ մի փոքրիկ Սա էլ այսպես մեր աղցանը պատրաստ է եւ սև պողպեղ վերջում մի փոքրիկ Ահա ունեցանք գունագեղ լավ համեղ եւ ամենակարևորը օգտակար աղցան Ապրեսանայի ջան դու ունես ասելիք մեր հեռուստադիտողներին նրանք դրա կարիք ունեն Շնորհակալություն պարոն Մամուլյան, քանի որ հիմա մեծ պահքի շրջանն է, ես կցանկանայի, որպեսզի մեր հայ հանդիսատեսը, հայ ժողովուրդը դա գեղեցիկ արարողություն է, կարող են նրանք այսպես ասած պահպանել, ես օրինակ պահում եմ, Այո, պաս, ուրեմն մաքրվենք, այո, մաքրվենք եւ հոգով եւ մարմինով, այո, ժուժկալ կյանքով ապրենք, փորձենք այս 40 օրը ապրենք ժուժկալ կյանքով, համեստ կյանքով, չստենք, սիրենք միմյանց, հավատով լցվենք, չնախանձենք։ Ապրես դու։ Մաղթանքները շատ են։ Ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Անահիտին։ Անահիտ ջան, շնորհակալություն, ապրես։ Հարգելի հեռուստադիտողներ, իրոք չստենք, չնախանձենք, օգնենք ընդհակառակը առաջավորին, օգնենք առաջ գնալուն մեր արժանավոր մարդկանց, այնպես որ շնորհակալություն, խորհուրդները շատ տեղին էին։ Հարգելի հեռուստադիտողներ, այս լավ օրվա վերջը եկավ, այս էինք պատրաստել, այսքանն էինք պատրաստել այսօրվա համար եւ հրաժեշտից առաջ ուզում եմ մաղթել բոլորիս, որ լինենք առողջ ու ողջամիտ, որ միշտ հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Սմբուկով եւ հավի մսով աղցան։ Հավի կրծքամիս 200 գրամ, սմբուկ 1 հատ, լոլիկ 1 հատ, դեղին պղպեղ 1 հատ, ձու 2 հատ, ձետ 4 ճաշի գդալ, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, սամիտ, համեմ։ Բարեախորժակ։